Ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։ Բացօթյա արարողությանը ներկա գտնվեցին երկրների նախագահներ և միապետեր, բարձրաստիճան հոգևորականներ և պաշտոնյաներ ամբողջ աշխարհից։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության նախագահը Արամ I Կիլիկիո կաթողիկոսը։ Պատարագին մասնակցեցին կաթոլիկ եկեղեցու հարյուրավոր կարդինալներ, պատրիարքներ, եպիսկոպոսներ և քահանաներ։ Հռոմի Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները անցյալ շաբաթվա վերջին ամենալուսաբանվող և պահանջված իրադարձություններն էին։ Սուրբ Պետրոսի տաճար Պոնտիֆիկոսին հրաժեշտ տալու էին եկել շուրջ 250,000 ուխտավորներ և այցելուներ։ Վատիկանի Դոմուս Սանտա Մարթա հրապարակից Ֆրանցիսկոս Պապի մարմինը փոխադրվեց դեպի քահանայապետի երկրային կյանքի վերջին հանգստավայր Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի։ Թաղման շարասյունն անցավ Հռոմի կենտրոնական պողոտաներով և հրապարակներով։ Նորագույն պատմության մեջ առաջին անգամ է, որ քահանայապետը կտակել է հուղարկավորել իրեն Վատիկանից դուրս։ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում թաղման կարգը կատարվել է դռնփակ ներկայությամբ հանգուցյալ քահանայապետի հարազատների։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։